Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վոկալ բաժնի շրջանավարտներն ամփոփիչ համերգով ներկայացան հանդիսատեսին բուհական տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու բեմական փորձը միավորելով երաժշտության շուրջ։ Վոկալ բաժնի ղեկավար դոցենտ Մերի Մկրտչյանի խոսքով համերգը կայացած էր, իսկ ուսանողների կատարումները պրոֆեսիոնալ մակարդակի։ Տարիները տպիր էր միշտ արծուկը, վերջինվային ճիշտ համերգը գիտեսկով ես տեսնում, արդեն լիբահտեն ավելի բարձերի արմացին աշխատանքը։ Ալլա Հարոյանն ու Քրիստինե Խալաթյանը ներկայացրին բազմաժանր եւ հագեցած ծրագիր կատարելով հայ, ռուս եւ արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ինձ համար շատ կարևոր էր այս համերգը, շատ շնորհակալ եմ իմ դասախոսին, դոցենտ Մերի Մկրտչյանին, նաև կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կասմիկ Հարությունյանին եւ այլ բոլոր մարդկանց, ովքեր ամեն ինչ արեցին, որ կայանա այս համերգը։ Ամեն մի ասել ինձ համար Համերգն ուղեկցվում էր Մարգարիտա Գրիգորյանի եւ Դիանա Խաչատրյանի դաշնամուրային նվագակցությամբ, ինչը համերգին հաղորդում էր առավել նուրբ ու ամբողջական հնչողություն։ Հնչեցին թե դասական, թե հանդիսատեսին հարազատ ու սիրված ստեղծագործություններ, բացահայտելով երիտասարդ վոկալիստների ձայնային հնարավորությունները, արտիստիկ ու բեմական մշակույթը։ Հանդիսատեսի գնահատականը եւս բարձր էր, վերջիններից կարծիքով սա եւ խթան է երիտասարդների համար եւ գեղեցիկ առիթ գալու եւ ուկնդրելու դասական երաժշտություն։ Լավ ուսանողներ, ես տեսնում եմ Մերի մոտ, օրինակ այս վերջի տարիները, որ ավարտեցին, շատ լավ երեխաներ կան, որոնք որ չեմ չափազանցնում, հետ չեն Երևանի կոնսերվատորիայից, ովքեր որ իմ մոտ սովորել են իմ ուսանողները, տալիս են լավ արդյունքներ, իրենց աշխատանքի, այսպես ցկտումով, նվիրումով։ Համերգը ոչ միայն ամփոփում էր ուսանողական տարիները, այլև նոր ճանապարհի սկիզբ էր, որտեղ արդեն պետք է ներկայանան որպես ինքնուրույն արվեստագետներ, իրենց ձայնն ու ասելիքը հասցնելով հանդիսատեսին։ Աստղիկ Խաչատրյան այսօր։